ձեր ոլորտում աճ եւ ինչով է դա պայմանավորված։ Այո, կա, եթե դուք հիշում եք, դեռևս տարուկես առաջ կառավարությունում մշակվեց թանկարժեք քարերի եւ ոսկերչական իրերի արտադրության ուրեմն զարգացման հայեցակարգը եւ այնտեղ շատ պարզ կետարկետ դրված էր այն միջոցառումները, որոնք որ պետք է իրականացվեին եւ այսօր այդ միջոցառումները կետարկետ արդեն իրականացման ավարտին են։ Սա այն ծրագիրներ նույնիսկ 2.5 տարի առաջ, երբ հանրապետության նախագահը դեռ վարչապետ էր, այն ժամանակ հրավիրեց ոլորտին տեղյակ բոլոր մասնագետներին, դեռ վարչապետ եղած ժամանակ նախագահը եւ պարզաբանվեցին բոլոր այն թերությունները, բոլոր այն ուրեմն բաստողումները եւ կազմվեց այնուհետեւ այդ հայեցակարգը, ինչպես որ իշխարած ձեզ ասացի, եւ հայեցակարգի զարգացման հայեցակարգի ուրեմն շնորհիվ այսօր արդեն մեծ թափ է ստանում եւ ավելի վառ օրինակը կարող եմ ձեզ ասել, դա իմ սեփականությունը հանդիսացող, որպես եմ ասում, դիսեյ ադամանդագործական ընկերությունն է, որը որ արդեն սկսել է աշխատել։ Այսինքն պետական աջակցությամբ։ Այո, միայն պետական աջակցությամբ, առանց պետական աջակցության չէր լինի, որովհետև հոնքի ձեռքբերումը Ռուսաստանի Դաշնությունից միայն պետության աջակցության շնորհիվ է հնարավոր ուրեմն իրականացնել։ Առանց պետության աջակցության, առանց կառավարության, ես ասեմ, եւ մենք փորձեցինք տարիների ընթացքում ինքնուրույն դա ինչպես որ դուք եք տեղյակ ծախողվեցին իրականություն չդարձան։ Ներքին սպառում չկա ադամանդի, ուրեմն ադամանդը կարող եմ ասել 100%-ով, 95%-ով ուրեմն արտադրանքը արտահանվում է Հայաստանից դուրս։ Ճգնաժամը չի բացասաբար ազդել ձեր։ Ճգնաժամը եթե գտնվի մեկը կասի որ չի ազդել իր վրա, հա։ Ձեզ մոտ աճ է արտանա։ Չէ, հիմա մեզ մոտ, այո, մեզ մոտ աճ է արձանագրվում։ Ես ասում եմ այն ինչ որ կա։ Նախորդ տարիների համեմատ մեզ մոտ այո աճ է արձանագրվում, նույնը ոսկերչության մեջ, եթե անցյալ տարի մեր վիճակը շատ վատ էր, կարող եմ ասել որ դու կատաստրոֆիկ էր, որովհետև ոսկերչական իրերը պերճանքի առարկա են, իսկ ճգնաժամի ժամանակ ես կարծում եմ որ ժամանակը չի առաջին հերթին ուրեմն ավելի անհրաժեշտ առարկաներ կան գնելու, քան պերճանքի առարկա ունենալ եւ շատ մեծ բացական ազդեցություն ունեցել, բայց արդեն զգացվում է, որ շատ մեծ պատվերներ ունենք, նաեւ ոսկերչության մասին է խոսքը, իմ սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների մասնախոսքը, ուրեմն եւ նաեւ մյուս մենք մեկս մյուսի հետ կապ ունենք, տեսնում ենք, որ բացվում է արդեն կամաց բացվում է։ Դա մեր հենց պատվերներից է երևում, մեր ոսկերչական ընկերության պատվերներից։ Պարոն Աբրահամյան, ձեր խոսքում անդադ նշում եք, որ իմ սեփականություն հանդիսացող կողմնակից եք, որ պատգամավորը նաեւ գործարարությամբ զբաղվում է։ Չէ, պատգամավորը ստորենքի գործարարությամբ իրավունք չունի զբաղվելու, բայց ես սեփականությունն եմ, ես շատ վաղուց եմ ուրեմն սեփականությունը ձեռք բերել եւ ես գործարարությամբ չեմ զբաղվում, ես տնօրեններ գործադիր նրանք են զբաղվում, բայց ես տեղյակ եմ նրանք ինձ ասա վերջին զեկուցումը դա նման է ձեր տան կամ ասենք այն պատգամավորի, որը որ տուն ունի, որի ծախսերով ինքը զբաղվում է, կոմունալ ծախսերն են, չէ, էլեկտրականության հոսանքի ծախսերն են, ամեն ամիս նա գիտի, չէ, մեկը տուն ունի, մյուսը գործարանում ինձ պատգամավոր։